Բարև ձեզ, Նիկոլ Վովայևիչ Փաշինյան եւ Հայաստանի դիվանագետներ եւ ժողովուրդ։ Հիմա դիմում եմ Նիկոլ Վովայևիչ ձեզ, որպես Հայաստանի վարչապետի։ Հաշվի առնելով այս աշխարհում եւ նամանավանդ Պարսկաստանի այս իրավիճակը ինչ այնտեղ կատարվում, ու հարց։ Այս եկեղեցական բալագանի վերջը չես ուզում տաս ու զբաղվես քաղաքականությամբ, տարածաշրջանային քաղաքականությամբ։ Ինչ որ մի հայտարարություն անես դիմես Պարսիկ ժողովրդին։ Հիմա տեսեք ժողովուրդ, ստեղ ես նկար եմ տեղադրել, սա սարքված է արհեստական բանականության կողմից, էլի։ Սենց նկար չկա, Նիկոլի կողքը ես կանգնացել եմ բալին, Փահլևիին, Ռեզա Փահլևիին, Պարսկաստանի թագաժարանկին, էլի։ Ու Նիկոլ, ես այն եմ ուզում խորհուրդ տամ քեզ, որ դու անես հայտարարություն չքաղաքականացված, տես։ Ապա քաղաքական, որ ոչ մի աշխարհքաղաքական բևեռին դու դրանով մեսիջ չես անում, դու անում ես մեսիջ, հենց ուղարկում ես հենց սիգնալ Պարսիկ ժողովրդին։ Անկախ դրանից, թե ով կլինի այնտեղ իշխանություն եւ ով կձևավորի ապագա իշխանությունը։ Պարզապես քո այդ խաղաղարար այդ որ սիրում ես խոսած խաղաղության խաչմերուկ, խաղաղության այդ հիմքում առնելով այդ խաղաղությունը, որտեղ այնտեղ ներսում կարելի ասել շուտով կսկսվի հնարավոր է քաղաքացիական պատերազմ։ Եվ դրա դեմը առնելու համար դու տրամադրես օրինակ հարթակ այդ երկխոսության համար։ Պարսկաստանի ներկայիս իշխանության եւ այդ Եվրոպային Փահլևին է, էլի, որ ժողովուրդը նրան է ոնց որ համակրում, որտեղ ուրիշ ընդդիմադիր գործիչներ չկան երկրի ներսում, տրամադրես ինչ որ մի հարթակ։ Օրինակ, ես առաջարկում եմ հենց Մեղրին, Զանգեզուրի միջանցք ես ասում խաղաղության խաչմերուկ, հենց այդ խաչմերուկի վրա, որ իրար հանդիպեն, հրավիրես Փահլևիին Հայաստան։ Պարզապես հանդարտացնելու այդ իրավիճակը Պարսկաստանում։ Իօգուտ Պարսից ժողովրդի, այլ ոչ թե ինչ որ մի աշխարհքաղաքական բևեռի կամ ռեժիմի կամ համակարգի։ Այս կարգի կարող ես ձևակերպես ինչ որ մի հայտարարություն անես։ Այդ եկեղեցական էլի եմ ասում, բալագանի վերջը տաս։ Որտեղ սենց որ նայում ենք ինչ այնտեղ կատարվում ու շատ կարևոր է թե Հայաստանը իր սենց ասած ներքին իր սենց բանով էլի ճիշտ խաղադրույք անի։ Ինձ թվում է ռեժիմը ընկնելու է շուտով։ Բայց այդ էս Փեզեշքյանը մնալու է։ Դու փորձես նենց անես, որ չգնա քաղաքացիական պատերազմի, առաջարկես, հայտարարես, փորձես այդ մարդկանց նստացնես մի սեղանի շուրջ, որ գան, խոսեն, տեսնեն, թե ինչ են, ոնց են տեսնում Պարսկաստանի ապագան։ Խոսաս Հայաստանի հազարամյա հարևանությունից, բարեկամությունից այդ ժողովրդի հետ։ Մենք իսկապես ունենք հազարամյակների հարևանություն, որ չի փոխվել ոչ պետության անուն, ոչ մի բան։ Ոնց եղել է Հայաստանն, հենց էլ նույն Պարսկաստանն է։ Այսինքն ինչ որ մի հասկանում ես, սենց նեյտրալ ձևի հայտարարություն անես, պարզապես համեր հաշտություն բերես, երկիր հաշտություն բերելու համար Պարսկաստան։ Որտեվ հիմա տեսնում ենք մենք նույնիսկ Ադրբեջանն է վախենում։ Ես իմացա, որ Պակիստանից վարձկաններ են բերվել եկել Ադրբեջան։ Իմ կարծիքով նրանք եկել են հենց Պարսկաստանի սահմանը պահելու համար։ Որտեվ տեսեք, եթե քաղաքացիական պատերազմ եղավ, այնտեղ Պարսկաստան մոտ 10 միլիոն ադրբեջանցի կա հենց ապրող, էլի։ Որ ադրբեջանցին ադրբեջանցու վրա չկրակի կամ ընդեղից գան զենքով, հազար ու մի բան կա, էլի, դե մարդիկ իրանց սահմանները ուզում են պահեն այդ հոսքից։ Որ պակիստանցին կանգնած լինի, այլ ոչ թե ադրբեջանցի։ Դու դրանով ուզում ես պաշտպանես նույնիսկ անդրկովկասյան ես մեր Հայաստանի, Ադրբեջանի սահմանները։ Խաղաղության եւ այդ երկխոսություն առաջարկելով երկրի իշխանություններին եւ ասած ասած նոր ձևավորվող այդ ընդդիմությանը կամ հակառակ բևեռը դա նույն Փահլևին է։ Ասում եմ, ապա քաղաքական, ինչ որ ոչ մի աշխարհքաղաքական, ինչ որ բևեռին չքծնելով, նրանց չհաջողանալով, էլի։ Դու սա անես քո կողմից։ Հայաստանը փորձի գոնե մի անգամ ինչ որ քաղաքական լուրջ քայլ անի։ Այլ ոչ թե մնա, ասենց ասած, հասկանում եք, այն ճկլասի պետություն, էլի, ասենց բանանային պետության կարգավիճակում, որ ինչ որ մեկի դեսպանը գա գլխին խփի, դու ուստից խոսաս։ Դու քո ինիցիատիվայով կարող ես մի բան անես, Նիկոլ Փաշինյան։
որտեվ ըստ ինձ էլի եմ ասում մեզ Պարսկաստանը այս իշխանությունը պետք է մնա, բայց պետք է հանդարտ ձևով գնա տրանսֆորմացիայի ենթարկվի իշխանությունը ու փոխվի համակարգը, թող ընտրություններ անեն, դա իրանց ներքին գործն է։ Դու կարևորը այդ հարթակը տրամադրես ու հասկացնես, որ դու Հայաստանը ինչ է լինի Պարսկաստանի կողքն է։ Այս խաղադրույքը ճիշտ է, որտեղ դες Պարսկաստանը ինձ այս ռեժիմը ընկնելու է, շահը գնալու է։ Այդ ռեպրեսիվ, այդ խավարամիտ, այդ հոգևոր, այդ մեքենան վերջն է եկել արդեն։ Արդեն տեսնում եք նույնիսկ միջիցներ են վառում, բացել են առաջին այաթոլլայի այդ գերեզմանը։ Շատ եվրոպական երկրներում հարցակում են արդեն դեսպանատների վրա, քանդում են այնտեղ դրոշներ իջեցնում են, այդ շահի Պարսկաստանի այդ այռուցով այդ դրոշն են դնում էլի։ Նույն Պարսկաստանի դրոշնա մեջտեղը այռուց, ոչ թե այդ իսլամական այդ սիմվոլը։ Այ կարող ես դու sense մի բան անես, որտեվ քամին այդ կողմն է փչում։ Այդտեղ է տանում ամեն ինչը։ Ու որ Հայաստանը գոնե, տեսեք, Անդրկովկասում հիմա ոնց է Ադրբեջանն է, sense մեր մեջ ասած, էլի հայ ժողովրդի մեջ, հայավարի ասած, հիմա Ադրբեջանն է տարածաշրջանում դառը շերիֆ։ Թիկունքին կանգնած է Թուրքիան։ Այն հենց անենք, որ մենք է փորձենք մեր տեղը գտնենք այս Անդրկովկասում Պարսկաստանի միջոցով։ Որտեվ Պարսկաստանին ասում Հայաստանը շատ հետաքրքիր է, որտեվ Հայաստան-Վրաստանով Պարսկաստանը կունենա ճանապարհ դեպի Եվրոպա։ Իսկ հակառակ դեպքում, եթե Թուրքիան բան իրան ձեռնտու չի, Թուրքիան եւ Ադրբեջանի համար Պարսկաստանը դա կոնկուրենտ է, հակառակորդ է, էլի sense ասած, տնտեսապես։ Դա համար մի քիչ ես նայում եմ ավելի հեռու 10, 20, 30 տարի հետո ոնց կարող է ամեն ինչ դա փոխվի, էլի։ Ավելի ինպաստ Հայաստանի։ Նենց որ այս ամեն ինչի շուրջ մտածիր մի հատ, այդ հայտարարությունը արա, այդ Փահլևիին հրավիրի Հայաստան, թող գան Մեղրիում նստեն, օրինակ, այդ խաղաղության խաչմերուկներ, չէ՞, թող գան նստեն, խոսեն, եթե պետք է հրավիրես, հենց էլի գան նստեն, որոշեն, թե ոնց է լինելու այդ ձևավորվելու նոր Պարսկաստանը, որտեղ ժողովուրդը ահավոր ձևի է ոտքի դուրս է կանգնել։ Բայց այնց էլ չէ, որ դու միակողմանի հետ ես աջակցում, միգուցե մնա այս շահը, աս բանը, շահ եմ ասում, այս այաթոլլաների ռեժիմը պահպանվի, ով գիտի, բայց հավանականությունը քիչ է։ Դու առաջնորդվես Պարսկաստանի ժողովրդի շահից։ Խաղաղության, այս խաղաղությամբ էլ է այդ ամեն ինչ, էլի ոնց սիրում ես։ Նույնիսկ որ մտածիր Նիկոլ։ Ես տեսնում եմ, թե ոնց է ակտիվացել բանը Իսրայելը։ Նայեք, հենց անցած տարվա վերջին ես լսեցի դրանց դեսպանը կամաց Իսրայելի խաղը չխաղաք։ Նայ, Հայաստանը թող խաղա իր խաղը։ Վերջի այդ կուզատ դզիր Նիկոլ։ Ու մեր հայազգ իսականից արա կոմպլեքս նիպալնացնես ունի ոնց որ։ Ես լսում էի Պարսկաստանի դեսպանի հարցազրույցը մեր հայ լրագրող այդ աղջկա հետ։ Այն ոնց էր խոսում ձեռքդ մեծություն։ Թարգմանում են հայերեն, այդ աղջիկը ոնց է դիմում դեսպանին, դիմել պարոն կամ ընկեր։ Պարոն օրինակ ինչի էր դիմում օրինակ այդ ով չի նայել նայեք էլի ձեռքդ մեծություն։ Ժողովուրդ այդ կոմպլեքսից պետք է ազատվենք։ Մեր իշխանությունները պետք է այդ կոմպլեքսից ազատվեն։ Ես նույնիսկ տեսեք ես ինքս երբ էր խոսում էի բանի հետ, Ցիպինի հետ։ Ես Ցիպինի հետ խոսում էի հավասարին։ Ես իրեն դիմում եմ Ռաման Ցիպին։ Ես Ռաման էի ասում, ես չի ասում Գասպադին։ Ես իմ գլխին խփում էր, երբ որ այն դիրիժորը խոսում է Գասպադին Ցիպին։ Վարդան Ղուկասյանը խոսում է Գասպադին Ցիպին։ Նա ինչ Գասպոջ, արա։ Հասկանում եք, ռուսերեն այդ բառի արմատը դա Գասպադինն է, Գասպոջ ոչ թե ասված, այլ վլադիկա։ Տենց է մեկնաբանվում ռուսերեն այդ բառարանում։ Գասպադին բառը, Գասպոջ դա վլադիկա։ Ցիպինը Վարդան Ղուկասյան կամ մյուս կոմունիստը կար որ խոսում էր կամ Վարդան Հակոբյան, նա քեզ ինչ վլադիկա, արա։ Դուք կարող եք հավասարին խոսալ։ Այս մեր շատ քաղաքական գործիչներ կան, էլի, որ պարոն, ես ոչ մեկը չեմ սիրել պարոնով խոսալ։ Ես միշտ խոսացել եմ հարազատս կամ բան ու անունով։ Լսեք, դուք ձեզ մի ստորակ ցածրագնահատեք, էլի, ոնց են ստորադասեք, հա, բառը հիշեցի։ Մի ստորադասեք ուրիշից, էլի, արժանապատվություն ունեցեք։ Խոսացեք դուք Գասպադին կամ ես օրինակ չեմ սիրում այդ պարոն բառը։
Ես անընդհատ փորձել եմ բոլորի հետ զանգել եմ, շատ-շատերի հետ եմ խոսացել, բոլորի հետ հավասարին եմ խոսացել։ Հավասար մարդ ենք, հավասար հայ ենք մենք հայը հային պետք է եղբայր լինի, հասկանում եք, ոչ թե պարոն։ Քո հարևանը դա Իսրայելը ով լինի, նա քեզ գասպոց չի, նա քեզ վլադիկա չի, որ գասպաջին ասի։ Կամ ձեռդ մեծություն էր ասում լրագրողը Պարսկաստանի բանին։ Այս կոմպլեքսից պետք է ազատվեք, Նիկոլ Փաշինյան եւ ԿՊԵ-ականներ։ Ինչպես եւ ընդդիմադիրներ։ Քիչ արժանապատվություն ունեցեք։ Ես շատ եմ ուզում արա, որ մեր ազգը արա մի քիչ արա, լսեք, հավեսը գայել է մի քիչ արժանապատիվ, մեծ ես նայես կուզեմ մեր նոր վարչապետ որ գա, լսեք, մի հատ հաղթանդամ մարդ լինի։ Ես ինձ նկատի չունեմ, հանկարծ ինձ բան չանեք։ Այնց մարդ օրինակ որ արա նայվի էլի արա, կանգնո Ես ստորացած ես վիճակից մի քիչ դուրս գանք էլի, որտեվ մեր խոսելավոճի մեջ էլա դա մտել։ Մեր լրագրողները տեսնում ես օտարից որ մեկի հետ խոսում են, ոնց են միանգամից արա չոքում, սենց իրանց այդ ոճով են խնդրելով այդ բանը որ կա արա հանեք։ Նայում ես նույն տարբեր ռուսեն, անգլի ուրիշ լրատվամիջոցներ, դիալոգներ ես նայում մարդիկ ինչ ավելի հավեսով են խոսում, բայց մեր հայ ինչ կաշկանդված է օտարի հետ խոսում։ Վիզը ծուրը սենց էլի։ Հենց որ պարսիկ բանից Եվրեներից հեռու մնացեք ջուդներից դրանք խաղեր են տալիս դες դու քո խաղը խաղա Նիկոլ Փաշինյան ու Հայկ Հայաստանյան դիվանագիտական կորպուս Պարսկաստանի հետ կապված էլի տեսեք դուք Հայաստանը մի տվեք հարթակ որ ուրիշը բան անի դուք եղեք այդ հարթակի բանը ու ինձ թվում է այս տրիպ ծրագիրը սա փոզմիշա լինելու մտածեք դրա մասին որ Հայաստանը լինի ընդհանուր այդ խաչմերուկ որտեղ Պարսկաստանի նոր Պարսկաստանի շահերից չի բխի այդ տրիպը լինի Պետք է այսօր Հայաստանը ասենց փորձի խորամանկ ձևով էս ամեն ինչ անի։ Դասեք ինչ արագ այս ամեն ինչը փոխվում, որտեվ հիմա նայեք, եթե պետք եղավ Պարսկաստանով նավթ տանեն բան, որ Հայաստանով, Վրաստանով դեպի բան Եվրոպա։ Եվրոպային էլ է դա ձեռնտու, որ Եվրոպան կախված չլինի Ադրբեջանի կամ ինչ որ մեկի կամքից, հասկանում եք, երբ որ մարդ մեկին տալիս է մոնոպոլիա, ասես մտածեք, էլ իրանք ոնց են մտածում։ Ու դուք դա պետք է առաջարկեք նույն արևմուտքին։ Որ դու տվեցիր մեկին մոնոպոլիա շատ կհաբրկի, թող լինի ալտերնատիվան այդ Զանգեզուրի այդ միջանցքով անցնող այդ կոմունիկացիաները։ Որ հետագայում ոչ Պարսկաստանը հաբրկի օրինակ նույն Եվրոպայի համար, ոչ էլ բանը Ադրբեջանը եւ այդ ընդդեից եկողը նավթը էլի Միջին Ասիայից։ Որտեվ հիմա Ադրբեջանը ես ասում եմ դիտարկում է Պարսկաստանը որպես այս փոխվող ռեժիմը լուրջ իրեն կոնկուրենտ մրցակից ճիշտ արին բառը հիշեցի նավթի շուկայում եւ այդ նավթի այդ բանի մեջ արևտրի մեջ Նենց որ եկեք մի քիչ այսենց գլոբալ նայենք աշխարհում ինչ է կատարվում այլ ոչ թե եկեղեցական բաներով մուտիլովկեքով զբաղվեք Հենց որ սա է Նիկոլ Փաշինյան ու ես հիմա տեսեք դիմում եմ իրան ժողովուրդ ջան այսօր մոդա է դարել որ բոլորը ինչ անատան փնտի տոտաներ բերել անեցքներ տան գցեն ինտերնետ լսեք ես այդ օրակարգի մեջ չկամ ես ոչ մեկի մետաջիջկեքով չեմ շարժվում էլի որ ես ուրեմն լավ ընդդիմադիր եմ կամ ես ինչ որ բան եմ ես այդպես մի հատ անատան քյավթար եկա Նիկոլին անեցեց ես կիսվեցի ասեցի ավերի տոտա Ես ոչ մեկի մետաջիջկով չեմ գնում, ես Հայաստանի ապագա շահն եմ, սենց ուզում տեսնեմ ու երազում էլի սենց ասեմ։ Այլ ոչ թե սրա նրա աթորի համար կռիվ տանեմ կամ բան անեմ, որ սա գա, օրինակ ես մեկը նստի աթորին, ինձ էլ ընդեղ մի թուլափայ բան շպրտի։ Ես ոչ ծախվել եմ, ոչ բան։ Որտեվ ես իմ անցած են հաղորդումից հետո, որ բանից վիրավորական նամակներ գրողներ եղան, որ միանգամից արգելափակվեցին։ Անասուններ, լսեք, ուզում եք այդ լսեք, գնացեք, մտեք, այնտեղ օրագիրը մտեք, տեսեք, քյավթարանատամ տոտաները ոնց են անիծում սրան նրան։ Լսեք, ես հիմար չեմ արա այդ ապուշություններով զբաղվել։ Իսկ մեր մոտ է ոնց որ տեսեք, օրակարգը, ով է ավելի շատ հավատացյալ։ Նայում ես արա Էլեն Քոչարյանի տղով, պատարակներ գնաք, նստեք, խոսակ, սրբի դեմքեր ընդունեք, վաղը վախենամ արա, ես Նիկոլ կամ նույն դու ստիգմատներ ձեր վրա առաջանան էլի գիտեք այդ որն այն որ ասում են ասիկ հեքիաթներ ավելի շուտ այդ բժշկությունը փաս չկա էլի որ իբր մարդկանց մոտ վերքերը առաջանում արնահոսում է որտեղ Հիսուսն է խաչվել սենց բան ճակատից վերքերը ալինում ոտքերը մեխերի տեղից սկսում արյուն գնալ դրանք խորը հավատքի մեջ են այդ տրանսի մեջ են մտնում ու այդ ասու ես ինչ հեքիաթներ էլի
Վախենա սկսի ձեր մոտ էլի կամ գնաք sense վերքեր անեք, ասեք ես ամենահավատացյալն եմ, տես Աստծո հոգին Հիսուսի հոգին մտավ մոտը, մեջս արնահոսում ա ձեռներս։ Ես հասպասում, որտեվ դուք այն էշությունները որ անում են երկու կողմել, ես sense դա նստած զարմանում եմ, ասում արա լուրջ մարդ ա մնացած էլի տարիքով, կես դար արդեն ապրած մարդիկ կան, նույն Նիկոլը, նույն Էդմոն Մարուկյանն դեր են, Հրանտ Բագրատյանն ինչ օրը քիչ։ Արա չեք ամաչում, արա ինչերի խոսում էլի ծիծաղս ա գալի։ Հիմա էլ բանն է, Էդմոն Մարուկյանն է ուզում գնա Պետրոսի մոտ խայտարակ լինի։ Ասում այն չես կանչում, չես հրավիրում։ Հենա Հրանտ Բագրատյանն էլ էր, սա որ նվնվում էր բանի մոտը։ Սաթիկի մոտ Պետրոսը վախենում է, ինձ չի կանչում։ Տաղավար։ Կանչեց Պետրոսը։ 7:40 կտվեց։ Գերեզմանը փորեց մտցեց մեջը քաղաքական Բագրատյանին։ Հիմա էլ Մարուկյանն է մակարդակի։ Ես լուրջ եմ ասում, ես այսօր մեկ-մեկ նայում եմ մեր Հայաստանի այն երկնքից ընկավ էլի, ասենց բոնուսի պես, լոտոյի պես երկու անգամ անկախություն շահեցինք։ Մեկ են ցարական Ռուսաստանի այդ անկումից հետո մեկ էլ սովետական միության։ Բայց մեկ ընկան սպեկուլյանտներին։ Ծերից է սպեկուլյացիա։ Մեր քաղաքական դաշտում ոնց որ քաղաքական մտածող գործիչներ չլինեն, լինեն միայն սպեկուլյանտներ։ Հիմա եկեղեցին են սարքել սպեկուլյացիայի մի բան, էլի ամոթը։ Ինձ էլ վիրավորում են, դու ինչի այդ նույն էշություններով չես զբաղվում, էլի։ Ես աթեիստ եմ։ Որ ինձ դեռ վիրավորական բան է, դու նիկոլական դառել ես, ես ոչ նիկոլական եմ, ոչ քոչարյանական եմ, ոչ սերժական եմ։ Նամանավանդ այդ երկուսից մի տեսակ փսխաման ինչ որ մի բան առաջանում, երբ որ դրանց կամ են հանրապետական են ջոչերին տեսնում ես հիմա դարձել են սրբադասվել են դարձել են ազնիվ դեմոկրատներ։ Էսա ժողովուրդ ջան, գալեք ձեր կարծիքը ու տեսեք, հա մոռացա ասեմ, Նիկոլ Ադրբեջանը դու չես նկատում, որ շատ է լկտիացել ես Տրամպի բանից հետո։ Ադրբեջանը շատ լավ հասկանում է, որ նոր աշխարհակարգա, նոր աշխարհի քարտեզ է գծվում, նոր սահմաններով։ Իմ դուրը չեկա, որ Ալիևը վերջերս հայտարարեց, որ ինքը Հայաստանը չի ճանաչում այս սահմաններում, մոտավորապես sense, որ պետքա ինքը որոշի Հայաստանի սահմանը։ Դու հասկանում ես սա ինչ է նշանակում։ Նիկոլ ինքն է որոշելու, թե դու որ սահմանները պետք է ունենաս։ Իր ասածը դա է։ Ու ես անցած իմ հաղորդմանը բան պատմեցի այդ Տրիսկովայի վայնայի մասին էլի։ Ոնց այդ փոքր ժողովուրդը իր տեղը գտավ էլի, մանիպուլացնելով աշխարհակաղակական այդ բևեռների այդ հակասությունները։ Չես ուզում ռուսների հետ հələ գնաս, փորձես ընդեղել բզբզաս։ Եթե պետքա վերականգնես բանը, ՕԴԿԲ-ին մի հատ ռեանիմացիա անես։ Որտեվ իմացիր, ոչ ՆԱՏՕ-ն քո սահման չի եկել, Ֆրանսիան բանակ չի բերելու, իսկ Զանգեզուրը վտանգված է այս պահին։ Ով գիտի գարուն ձունը հալի բան այդ պակիստանցիների օգնությամբ մի հատ խաղաղարար մի բանանի Զանգեզուրը խլի։ Ադրբեջանը նայած Պարսկաստանում ոնց զարգացումներ եղան։ Հասկանում ես։ Դրա համար այս վիճակին պետք է մի հատ լուրջ մոտեցում ցույց տալ։ Ինձ մարդիկ ասում են, ես եք այնպես բաներ կա, ես չեմ ուզում բարձրաձայնեմ, էլի, թե ինչ պետք է Ռուսաստանին ասեն, առաջարկեն։ Բայց իրանք դա հասկանում են, ինչ պետք է ասեն ու առաջարկեն։ Պահանջեն ավելի ինչ որ մի նորմալ զենք։ Ոնց բերեցին օրինակ միջուկային զենք տվեցին բանին, Բելորուսին, թող Հայաստանին էլ, թող ինչ որ մի հատ արա դրեք մի բան ու խոսացեք, մի առաջարկ ալ մի պայման դրեք ինչ որ։ Որտեվ այս ամեն ինչը որ կատարվում է, սա շատ վտանգավոր է։ Մենք հիմա սառն ենք այն նոր տարվա պախմելից հələ դուշ չի եկել, շատերը դուշ չեն եկել են բդի կրճոններն են ուտում կամ են վերջի սալաթը թունավորված։ Բայց եկեք բազմակողմանի նայենք էլի այս ամեն ինչին։ Ժողովուրդ ջան, իշխանություններ, ընդդիմություն։ Դուք էլ մի հատ դες ինչ երկիր եք ուզում դուք կարող եք Հայաստանը այս վիճակով միջև այդ մյուս ընտրություններին էլ չհասնի։ Հասկանում եք, ձունը հալեց բան, իջավ, Պարսկաստանում ինչա լինելու։ Դրա համար իմ ասածը նա է, այսքանի ես նոր տարուց հետո էլի որ պետքա գործողություններ արվեն։
Քաղաքական հայտարարություններ, լսեք, մենք մեր մասին պետք է աշխարհին ասենք, որ հասկանան, որ այստեղ ագրեսիվ երկիր չկա, ոչ մի բան, այս երկրի իշխանությունները փորձում են խաղաղություն բերեն տարածաշրջան, նրա հետ չունեն այն միլիտարիստի բաներ, հայտարարություններ, իմ ասածը սա է, որ այս փոթորիկը բան անենք էլի, վերապրենք էլի, անցկացնենք ու տեսնենք ինչա, ոնց է աշխարհը ձևափոխվում եւ ոնց է ինչ կանոններով է սկսելու ապրել մյուս տարի կամ այս տարի, չգիտես, բայց մոտակա այս 2 տարի։ Այսքանը, Ժորժ ջան, շնորհակալություն։ Դե, գրեք ձեր կարծիքները, տեսնենք։ Համամիտ եք թե ոչ։